իրապես գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել, օրինակ նաև որ ներքին գործերի նախարարը այստեղ խոսում էր նաև որ ինչ որ դինամիկան չի աճում, նվազման տեմպեր կան, ես ուզում եմ նաև այս առիթը օգտագործել ասել, որ այդ եթե նվազման տեմպեր էլ կան, այդ նվազման տեմպերը դա նրանից է, որ շատ ժամանակ չեն վստահում իրավապահ համակարգին։ Իմ հետ կատարված իմ մեքենան 5 անգամ թալանել են, 3 անգամ ուրեմն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, 4-րդ անգամ որ եկան ասին որ մեքենա թալանել են, ասի խու մարդ բան չի տեսել, որ թալանել են։ Շուշուտ ասի վարորդից ասի գնա այդ հարցերը լուծի մեքենայի, որովհետև արդեն ամաչում եմ, էլի չի կարա տենց բան լինի, որ այսինքն մենք արդեն ամաչում ենք, էլի հաղորդում տանք հանցագործության մասին։ Ամաչում ենք, որովհետև չի լինում սենց, էլի։ Համ վնաս կրես, նաև վերջին դեպքի մասին եմ ուզում ասել, նաև որ տեղի ունեցավ նաև մեքենան այրելու հետ կապված իմ փորձի եւ մինչեւ հիմա էլի որևէ մի նորություն չկա, կամ որևէ մեկը օրինակ թե քննիչներից, թե իրավապահ համակարգից չի զանգում եւ ասում օրինակ ձեր գործը էս փուլում է, մենք էս գործողությունները արել ենք եւ արդյունքի չենք հասել։ Դրա նախորդ անգամ որ տեղի ունեցավ մեքենայի գողությունը, ես եմ անձամբ հետաքրքրվել, ուրեմն այդ տեսախցիկներից տեսանյութերը հանել, տրամադրել, գործի 99%-ը արել եմ, բայց էլի ոչ մի արդյունք էլ չկա, արդյունք չկա։ Եվ դա շատ լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար։ Ես դրանից առաջ եմ այստեղ ասել, որ հարևան ուրեմն Վրաստանի մեր եւ հայրենակիցները եւ ուրեմն մեր վրացի նաեւ գործընկերները, որ գալիս են այստեղ ուրեմն Հայաստանի Հանրապետություն վրացական պետհամարանիշներով, այդ էլ է խայտարակություն, մարդկանց պետհամարանիշները ուրեմն գողանում են եւ էլի այդ on-line հարթակներով բանով սա նաեւ սրա մասին ես նաև իմ առաջարկներ եմ պատրաստում ներկայացնել, սա մեր համար անընդունելի է туриզմի զարգացման եւ այլ առումներով, եթե մենք մեր հարևան երկրի համար ուրեմն մի միջավայր ենք ստեղծում, որտեղ որ կարող են անպատիժ այդ գործողություններն անել, վաղը միսօր այդ մարդիկ արդեն կհրաժարվեն Հայաստան գալուց։ Եվ այս խնդիրներ պետք է լուծվի։ Էլի շատ խնդիրներ կան։ Նախորդ անգամ էլ ես ասի, հիմա էլ եմ ասում, ամեն Բաքվում ուրեմն այդ զակլատկաները, որ կան, մենք բազմաթիվ ահազանգներ ենք ստանում կրթական հաստատություններում արդեն այդ թմրանյութերի շրջանառության հետ կապված։ Մատաղ սերունդը ուրեմն այս պահին փաստորեն շատ խոցելի վիճակում է հայտնվում։ Այդ դանակահարության դեպքերը որ տեղի են ունենում, որ նաև դրա հետ կապված, որ ամեն մի, ասում եք, խոսակցություն, ամեն մի, այսպես ասած, ուրեմն տարաձայնություն, այդ հարցերը լուծվում է դանակահարության կամ սպանության եղանակով։ Եվ այն օպերատիվ աշխատանքը, որ պետք է տեղի ունենա, որ բանը չհասնի նրան, շատ ուրեմն հանցագործություններ պետք է կանխվեն, պետք է բնում ճնշվեն, այսինքն այդ աշխատանքը պետք է տարվի, որ գործը չհասնի դրան, մենք այդ պետք է կանխարգելիչ աշխատանքները անենք, մենք պետք է մանկապարտեզից, դպրոցներից սկսած մենք պետք է այդ աշխատանքները կատարենք մեր ուրեմն երեխաների, մեր ազգաբնակչության հետ այդ աշխատանքները պետք է անենք եւ պետք է շատ խիստ պատժի արժանանան գողություն անողները։ Իրանց օրինակ պետք է այն մարդիկ, որոնք որ գողություն են անում եւ պատիժը քիչ է լինում, ինչ որ նաեւ այնտեղ գումար կա, այդ գումարը մուծում են եւ ոչ մի խնդիր չկա, այսինքն պատժաչափը պետք է ավելի ուրեմն խիստ դարձվի, որ դրա գայթակղությունը չլինի։ Շնորհակալ եմ։